2016 թվականի ապրիլի 2-ին ըստ էության Ադրբեջանը հերթական արկածախնդրությունը իրականացրեց Արցախի դեմ, որի նպատակը, եթե շատ կարճ ձևակերպեմ, դա Արցախի հարցի ուժային ճանապարհով լուծումն էր, ռազմական ճանապարհով լուծումն էր եւ Արցախի նկատմամբ ուղիղ վերահսկողության ապահովումը։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ դրան նախորդած ժամանակահատվածում նախ 2011-ին Կազանում Ադրբեջանը տապալել էր բանակցային գործընթացը եւ այդ պահին բանակցային սեղանին եղած փաստաթուղթը չվերջին պահին չէր ստորագրել, որը հետագայում նաև համանախագահ երկրների, տարբեր երկրների կողմից արժանացավ բավականին սուր դիտարկումների եւ դիրքորոշումների եւ Ադրբեջանը 2011-ից հետո մինչեւ 16 ընկա ժամանակահատվածում սկսեց աստիճանաբար տաքացնել առաջնագիծը, որը եթե առաջին փուլում արտահայտվում էր դիպուկահարների ակտիվ գործողություններով, հետագայում դրանք վերածվեցին դիվերսիոն պատերազմների, սկսեց առաջնագծում կիրառվել փոքր հրետանի եւ սա ի վերջո 2016 թվականին բերեց լայնամասշտաբ ռազմական գործողությունների Արցախի ուղղությամբ։ Կարճ ռազմական գործողությունների եւ ադրբեջանական մտահղացման մասին, ինչպես ես արդեն ասացի, Ադրբեջանի հիմնական նպատակը ռազմական ճանապարհով խնդրի լուծումն էր եւ դա արտահայտված էր նաեւ նրա մարտավարության մեջ։ Սկզբնական շրջանում հարվածներ հարավում Ջաբրայելի ուղղությամբ, հյուսիս-արևելյան հատվածում Թալիշ Մադաղից եւ Մարտակերտի բնագծերում, որոնք նպատակ ունեին պաշտպանության բանակի ռեզերվը տարբեր ուղղություններով ուղղելու եւ կենտրոնի պաշտպանությունը նոսրացնելու, որովհետեւ նպատակը այդ ժամանակ կենտրոնի Ծաղդամի ուղղությամբ հարձակումներ եւ ուղիղ Ստեփանակերտի նկատմամբ վերահսկողության հաստատումներ։ Ինչու Աղդամի ուղղությամբ, առաջին հերթին նաեւ պայմանավորված նրանով, որ ամենամոտիկ հեռավորությունը Ադրբեջանի վերահսկողության հատվածներից միջև մայրաքաղաք Ստեփանակերտ Աղդամի հատվածում էր, որտեղից ուղիղ հեռավորությամբ Ստեփանակերտը գտնվում էր, եթե չեմ սխալվում, 48-49 կիլոմետրի վրա։ Պաշտպանության բանակը եւ օրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը բնականաբար այդ մտահղացումը հասկացել էին եւ դա կանխվել էր, ռեզերվային ուժերը ոչ միայն աջուձախ չէին ուղղվել, այլ նաեւ այդ ռազմական գործողությունները արդեն 3-4 օրը կենտրոնով Աղդամի ուղղությամբ Ադրբեջանի կենտրոնացված ուժերի ուղղությամբ բավականին մեծ հեթանային եւ հրթիռային հարվածներ հասցրեցին, որի հետևանքով ադրբեջանական այն ուժը, այն հիմնական գրոհային ուժը, որը նախատեսված էր ճեղքում իրականացրելու եւ կենտրոնական խնդիրը լուծելու համար, հարվածի գլխավոր ուղղությամբ, բնականաբար այստեղ միանգամից վիժեցվեց եւ պատահական չէր, որ ադրբեջանական կողմը Ռուսաստանի դիմեց եւ նրա միջնորդությամբ փորձեց հասնել հրադադարի։ Իմիջիալոց այստեղ Ադրբեջանը նաև մեկ այլ խորամանկությամբ էր փորձում դիմել, նա փորձում էր նաև այդ ժամանակ գրավոր փաստաթուղթ ստանալ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված գլխավոր շտաբի պետերի մասնակցությամբ, ինչին բնականաբար հայաստանյան եւ արցախյան իշխանությունները չտրվեցին, որովհետեւ հրադադարի ռեժիմի հաստատման հիմքում 94 թվականի եռակողմ Հայաստան, Արցախ, Ադրբեջան այդ փաստաթուղթներ, որը բնականաբար ուներ բավականին կարևոր նշանակություն եւ Ադրբեջանին այդ ժամանակ որևէ ձևով թույլ չտրվեց օգտվել ստեղծված իրավիճակից։ Այս իմաստով միանշանակ պետք է արձանագրենք, որ ադրբեջանական նպատակները խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ոչ միայն ամբողջությամբ ջախջախվեցին, այլ պաշտպանության բանակի կամավորների, պահեստազորայինների ամուր պաշտպանությունը, հետագայում նաև հակահարձակումը որոշակի ուղղություններով այնպիսի իրավիճակի էր հասցրել ադրբեջանական զինուժը, հիմնական գրոհային ուժերը, որի պարագայում Ադրբեջանը այդ գործողությունները շարունակելու հնարավորություն չուներ։ Մեկ կարևոր հանգամանք ևս Ադրբեջանը մինչև պատերազմի սանձազերծումը հավաքագրել էր իր պետական կառավարման համակարգի բոլոր հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Այսինքն դրան չէր մասնակցում միայն բանակը, դրան մասնակցում էր
ազգային անվտանգության ծառայության, սահմանապահ զորքերի, արտակարգ իրավիճակների, ներքին գործերի նախարարության, ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք ուժեղացված էին բանակի ռեզերվային տարբեր զորամասերի, բանակային կորպուսների զորամասերի հատուկ նշանակության ստորաբաժանումներով եւ նաեւ հավաքագրված էր հիմնական պայմանագրային հանձնակազմ, այսինքն պետք է արձանագրել, որ ադրբեջանական կողմից պարտադիր ժամկետային զինծառայող որևէ ակտիվ գործողության չէր մասնակցում, այն դեպքում, երբ որ պաշտպանության բանակի գործողությունների հիմքում մեծ առումով նաեւ մեծ մասամբ ներկայացված էին պարտադիր ժամկետային ծառայողները, որոնք ունեին մարտական պատրաստության այնպիսի բարձր իրավիճակ, որոնք ստեղծված իրավիճակում բավականին մեծ ջարդ էին հասցրել ադրբեջանական այդ գրոհային խմբերին։ Ավելին այդ գրոհային խմբերից, այսպես ասած, ավանգարդը դա Յաշմայի 052 հատուկ նշանակության բրիգադներ, որը ապրիլյան մարտական գործողությունից հետո պարզապես վերածվեց անմարդունակ ստորաբաժանման եւ նրա անունը որևէ էական ձևով իր արտացոլումը չունեցավ 44-օրյա պատերազմի օրերին։ Այս պատերազմում 4-օրյա մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ունեցել է 75 զոհ, հետագայում ապրիլ ամսվա ընթացքում, երբ որ իրավիճակային որոշակի լարվածություններ եղան, ճիշտ է դրանք էսկալացիա չվերածեցին, բայց այդ լարվածությունը պահպանվում էր, ապրիլ ամսվա ընթացքում, այսինքն ապրիլի 5-ից հետո գրանցվեց եւս 13 զոհ եւ ապրիլ ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ մարտական գործողությունների այդ 4 օրվան գումարած ընդհանուր առմամբ գրանցվել է 88 զոհ։ Այն բնագծերը, որոնք ունեցել են որոշակի կորուստներ, ընդհանուր առմամբ հեկտարային առումով դրանք եղել են 470 հեկտար։ Չնայած առաջին փուլում դրա մասին տարբեր գնահատականներ են հնչել, բայց հետագային պաշտպանության բանակը նաև ճշգրտեց այդ հիմնական կորուստի հատվածը, որը հեկտարներով արտահայտված 460 հեկտար էր կազմում։ 9 տարի է անցել ապրիլյան մարտական գործողություններից, թեման բազմաթիվ նաև շարժումներ է անցել ներքաղաքական տարբեր համատեքստերում, բայց պատմությունը ժամանակը ստեյության արձանագրեց, որ պաշտպանության բանակը իր թիկունքում ունենալով այ ժողովրդի սատարումը եւ հավաքական կամքը կարողացավ իր հաջողության հասնել եւ իր հաղթական մարտը մղել, դրանով արդեն իսկ տապալելով ադրբեջանական հիմնական ջանքերը, որոնք ուղղված էին ռազմական ճանապարհով խնդրի կարգավորմանը։ Ինչ տեղ ունեցավ այդ գործողությունից հետո, որպես հետևանք կամ արդյունք, մայիսին նախ Վիեննայում տեղ ունեցավ հանդիպումներ, որից 2 ամիս անց արդեն Սանկտ Պետերբուրգում էր, որտեղ համանախագահ երկրների նաև ճնշմամբ առաջին պլան բերվեց առաջնագծում հետաքննությունների մեխանիզմի ներդրման գաղափարը, որպես կետ դրույթ առաջ բերվեց ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահի անձնական ներկայացուցիչի գրասենյակի ընդլայնման հարցը, որը պետք է առավել պարբերական դարձներ հրադադարի ռեժիմի խախտումների հետ կապված դիտարկումները եւ նաեւ դրան հետեւեց Ալիևի այն հայտնի արտահայտությունը, որը այս վերջին տարիներին անդադ տարբեր քննարկումների եւ բարձրաձայնումների առիթ է տվել։ Դա այն ժամանակահատվածն է, երբ որ միջազգային հանրությունը ոչ միայն դատապարտել էր ադրբեջանական ագրեսիան, այլ բավականին մեծ ճնշումներ էր գործադրում նաև Ադրբեջանի վրա, հասկանալով իրական ապակառուցողական կողմի Ադրբեջանի վատ դերակատարությունը, եւ 2016-ի հոկտեմբերն էր, որպես դրա արդյունք, երբ Ադրբեջանի նախագահը այդ ճնշման նաև ներքո իր կառավարության նիստում հայտարարեց, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչելու Արցախի անկախությունը։ Հարգելի գործընկերներ, հիմնական լրացական մասով խոսքս այսպիսին էր, գիտեմ, որ բավականին հարցեր են կուտակված եւ մեր արտաքին միջավայրի անվտանգության կապված եւ նաեւ ներքաղաքական հարցերի, սիրով պատասխանեմ ձեր հարցերին։ Խնդրեմ։ Պարոն Աբրամյան, վստահ գործընկերներ արտաքին քաղաքականության հարաբերական ես ներքին, Գյումրի իրավիճակի կապված